Դաշնակցության գերագույն մարմինն իր 15-րդ փակ ժողովում, որն ավարտվել է 3, իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Դաշնակցությունը ցանկանում է իշխանության գալ հերթական ընտրությունների միջոցով եւ սեփական տեխնացուով։ Արմեն Ռուստամյանն այսօր հերքեց այն լուրերը, թե Դաշնակցությունը լծվել է Ռոբերտ Քոչարյանին հետ բերելու գործին։ Քոչարյանի խնդիրը ինչ ուզում է անի Քոչարյանը։ Դեռ ավելին, Ռուստամյանն այսօր Ամեկ+-ին հայտնեց, որ այլևս շանս չի տալու Սերժ Սարգսյանին իր սխալներն ուղղելու համար։ Այո, ինչքան կարանք շանս տանք։ Դաշնակցության համբերությունն ու այդ խորաթափանց ըմբռնումը պետք չի չարաշահել այդքան էլի։ Երկրի ընտրական համակարգից դժգոհ Արմեն Ռուստամյանը չի գտնում, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Դաշնակցությունը օբյեկտիվ չի գնահատել հետընտրական զարգացումները եւ ամեն ինչ չի արել, որպեսզի բացահայտվեն 10 զոհերը։ Մարտի 1-ից հետո հավասարակշռված գնահատականը Դաշնակցությունը տվեց։ Իշխանությունների համար էլ շատ հստակ ասել ենք, որ այո, պետք է իրենք իմանան, որ հիմնական պատճառը, որ այդպիսի ըմբոստություն առաջանում է երկրի ներսում, դա ձախողված ընտրություններն են։ Բայց մյուսներին էլ են, որ այդ զոհերը կարող էին կանխել։ Մյուսներ ասելով նա նկատի ունի Հայ ազգային կոնգրեսին։ Դե ես վստահ եմ, որ իրենց պետք էին այդ զոհերը։ Ում էին պետ զոհեր Ամեկ+-ի ճշտող հարցին Ռուստամյանը պատասխանեց։ Հենց ընդդիմության այդ ղեկավարներին։ Մենք այդ բոլոր կադրերն էլ ունենք, հետևել ենք այդ ամբողջ process-ին։ Իդեպ մարտի 1-ի 10 զոհերի հարազատները, որոնք այս օրերին դատարանում վիճարկում են նախաքննության մարմնի եւ գլխավոր դատախազության անգործությունը, գտնում են։ Եթե մեր երեխեքին իշխանությունը չի սպանել, ինչ են իրանք տենց վախեցած երկաթի պատի հետևը մտած, թող մեզ բերեն այդ սպանողներին եւ ապացուցեն, մենք էլ գնանք ներողություն խնդրենք, ասենք կներեք, որ մենք ձեզ կասկածել ենք։